Ողջույն Տիգրան, այսօր խոսելու ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, նախորդ թողարկումներին էլի անդրադարձել ենք, բայց քանի որ թարմ հեռախոսազրույց կա Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան, եւս մեկ անգամ քննարկենք այս թեման, հիմնականում ոնց հասկացանք տնտեսական սահմանափակումների մասին է զրույցը եղել եւ Պուտինը եւս մեկ անգամ շեշտել է իր նախորդ պնդումը, որ պետք է հանրաքվե անցկացվի, որին բացասական արձագանք է կարծես թե ստացել, առհասարակ Ռուսաստանի պլաններում ինչ կա հաշվի առնելով այս զրույցի հայտարարությունը։ Այո, այս հեռախոսազրույցը, բայց նաև մինչ այդ տեղ ունեցած գործընթացները ցույց են տալիս, որ այս ճգնաժամը, որ գոյություն ունի հայ-ռուսական հարաբերություններում արդեն նաև տնտեսական հարթության մեջ, որը իհարկե զուտ տնտեսական հարթություն չէ, այլ նաև քաղաքական եւ աշխարհաքաղաքական, շարունակվում է նաև ընտրություններից հետո։ Մենք հիշում ենք, որ ընտրություններից առաջ կային որոշակի ակնկալիքներ, որ ընտրական փուլի ավարտից հետո ինչ-որ ընդհանուր լեզու կգտնեն երկու երկրների առաջնորդները, նույնիսկ ինքը Փաշինյանը ասում էր, որ ընտրություններից հետո հանդիպելու է Պուտինի հետ, մենք տեսանք, որ նա այց կատարեց Ռուսաստան, Եկատերինբուրգ, բայց Պուտինի հետ հանդիպումը այդպես էլ տեղի չունեցավ։ Նաև տեսնում ենք, որ այդ առևտրային սահմանափակումները ընդլայնվում են, վերջին այդպիսի սահմանափակումը հայկական կաթնամթերքի նկատմամբ կիրառվող այդ պատժամիջոցներ եւ նաեւ արձանագրում ենք, որ մինչ այսօր այդ թվում նաեւ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ ոչ էլ այլ ռուսական պաշտոնյա չի շնորհավել Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ ընտրություններում, սա նշանակում է, որ մենք գործ ունենք ավելի լուրջ եւ ավելի երկարատև գործընթացի հետ, այն բոլոր խնդիրները, որոնք կային ընտրություններից առաջ, պայմանավորված չէին միայն ընտրություններով, մեծ հաշվով մենք դրա մասին խոսում ենք նաեւ նախընտրական շրջանում, որ կան ռազմավարական նշանակության հարցեր Ռուսաստանի համար եւ կարծում եմ հենց այս գործընթացը, հեռախոսազրույցը, պաշտոնական հաղորդագրություններում տեղ գտած շեշտադրումների տարբերությունը ցույց են տալիս, որ խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ Հայաստանը շարժվում է օրինակ եվրոպական ինտեգրացիայի ճանապարհով, որտեղ Հայաստանը փաստացիորեն չի շարժվում այդ ճանապարհով, կան մի շարք այլ գործընթացներ։ Ես շարունակում եմ պնդել, որ առանցքային խնդիրը այնուամենայնիվ Ռուսաստանի ռազմավարական ներկայությունն է Հայաստանում եւ առաջին հերթին երկաթգծային համակարգի ապագան եւ ատոմակայանի ապագան։ Այս հեռախոսազրույցից եւ այս գործընթացներից առաջ կար բավականին ուշագրավ հարցազրույց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինի կողմից, եթե չեմ սխալվում, հունիսի վերջին էր, որը նա նշում էր, որ TRIP նախագիծը չնայած բավականին սկեպտիկ էր TRIP նախագծի նկատմամբ տրամադրած, բայց նշում է, որ TRIP նախագիծը կարող է շահել Ռուսաստանի մասնակցությունից։ Հիմա մենք գիտենք, որ Ռուսաստանը ուղղակիորեն չի կարող մասնակցել TRIP-ին, որովհետև դա այնուամենայնիվ հայ-ամերիկյան պրոյեկտ է, ամեն ինչ բավականին լավ կարգավորված է, այսինքն հստակ կարգավորված է, այլ երրորդ կողմի մասնակցություն այդ պրոյեկտին կարծես թե չի նախատեսվում, եթե խոսքը իհարկե չի գնում ավելի մանր գործընթացների մասին, ինչ որ տենդերներ տալու, կառուցապատման եւ այլն։ Եվ այստեղ կարծում եմ Ռուսաստանը հասկանում է, որ եթե Հայաստանը շարժվի երկաթգծային համակարգի կառավարումը երրորդ կողմին փոխանցելու այդ օրակարգով, Ռուսաստանը ընդհանրապես կարող է դուրս մնալ այս գործընթացից։ Նույն Գալուզինը շեշտում է հենց հարավկովկասյան երկաթգծերի այդ կառավարման իրավունքների գործոնը, նշում է, որ առանց Ռուսաստանի մասնակցության մեծ հաշվով այդ ապաշրջափակումը տեղի չունենալու։ Եվ մենք տեսնում ենք, որ կարծես թե Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ հենց այդ խնդիրներում, այդ օրակարգերում Մոսկվայի համար ընդունելի լուծումների հասնելու համար։ Իսկ քանի որ ճնշումները հիմնականում տնտեսական են, սա միայն տնտեսության վրա ճնշում գործադրելու տարբերակ է, թե այլ հարթություններ էլ կան այստեղ։ Կարծում եմ այո, այլ հարթություն գոյություն ունի եւ այդ հարթությունը միգուցե առավել կարեւոր հարթություն է, թե հենց զուտ հասցվող տնտեսական վնասը վերջին օրերի ընթացքում, երբ նախապատրաստվում է այս թողարկմանը, ես բավականին ուշադիր ուսումնասիրում էի, թե ինչպես է ռուսական մամուլը լուսաբանում այս ճգնաժամը, ինչպես նաեւ ռուսական տարբեր փորձագետներ, որոնք աշխատում են Հարավային Կովկասի ուղղությամբ, ինչպես են մեկնաբանում այս իրավիճակը, եւ ինձ համար հետաքրքիր մեկ կրկնվող պատում տեսնել տարբեր հոդվածներում, տարբեր լրատվականների հոդվածներում, բայց բավականին հայտնի եւ մեծ հաշվով պաշտոնական, կիսապաշտոնական նաեւ դեր կատարող լրատվամիջոցներում, ինչպես նաեւ բավականին հայտնի փորձագետների կողմից եւ Ռուսաստանում պարզ է, որ իհարկե ինչ որ
messaging-ի համակարգում գոյություն ունի, եթե դու տեսնում ես նույն պատումը տարբեր դերակատարների կողմից հնչեցող, դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ վերևից ինչ որ հրահանգ կա, եւ այդ պատումը այն է, որ Ռուսաստանի կողմից կիրառվող այս պատժամիջոցները առաջին հերթին գյուղատնտեսական սեկտորի նկատմամբ չնայած լուրջ տնտեսական հետևանքների չեն հանգեցրել դեռևս, բայց առաջացրել են դժգոհության լուրջ ալիք Հայաստանում։ Մասնավորապես մշտապես այս հրապարակումներում հիշատակվում են երկու դրվագներ վերջին շրջանում տեղի ունեցած։ Առաջինը այն էր, երբ Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչները մի քանի ժամով փակել էին Երևան երասխ մայրուղին, խոսքը ինչ որ փոքր ակցիայի մասին է, 10-ից 20 հոգի էր մասնակցում, այսինքն Հայաստանում այդ տիպի ակցիաները երևի ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում ու տարբեր հարցերով, բայց այս ակցիայի նշանակությունը օրինակ բավականին ուռճացվել էր, ներկայացում էր որպես լուրջ դժգոհության ալիք կառավարության նկատմամբ եւ երկրորդ դրվագը ձկնաբույծների բողոքներ կառավարության շենքի առաջ կրկին բավականին փոքր ակցիա է, նորմալ է Հայաստանի համար տարբեր հարցերով այդպիսի ակցիաներ տեղի ունենում, ընդհանուր առմամբ նորմալ է նաեւ որ այդ մարդիկ կառավարությունից ինչ որ պահանջներ ունեն, որովհետեւ այնուամենայնիվ ինչ որ երաշխիքներ ժամանակին ստացել են երևի կառավարությունից, բայց այս փոքր դրվագները ներկայացում են որպես ցուցիչ ավելի լայն եւ ավելի լայնամասշտաբ դժգոհության, որը գոյություն ունի կառավարության նկատմամբ։ Եվ այս ամենից կարելի է ենթադրել, որ նպատակներից մեկը հենց այդ է, որպեսզի ներքին քաղաքական ապակայունություն ստեղծվի, այդ ապակայունությունը, որը սկզբնական փուլում կարող է գալ տեղական մակարդակից, ինչ որ արտադրողների կողմից, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց կողմից, հետո կարող է կապիտալիզացվել արդեն տարբեր քաղաքական ուժերի կողմից, որոնք պրոռուսական են իրենց բնույթով եւ մեծ հաշվով մտածում են, որ կառավարությունը փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ արդեն համատեղելով այդ տնտեսական վնասը Հայաստանին եւ նաեւ ստեղծելով քաղաքական ինչ-որ անկայունություն կարողանան արդեն ստիպել Հայաստանի կառավարությանը գնալ զիջումների այս ռազմավարական հարցերով։ Խոսքը իմ կարծիքով առաջին հերթին երկաթգծի եւ ատոմակայանի մասին է։ Ես կարծում եմ, որ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ որևէ լուրջ եվրոինտեգրման օրակարգ այս փուլում գոյություն չունի եւ նպատակը այս է։ Հիմա իմ կարծիքով ռուսները հերթական անգամ սխալ հաշվարկներ են արել։ Մենք այս հարցը քննարկել ենք նաեւ ընտրություններից առաջ, որ այս բավականին ագրեսիվ գործիքակազմի կիրառումը Հայաստանի նկատմամբ իրականում հակառակ էֆեկտ է ունեցել եւ բարձրացել է իշխող ուժի վարկանիշը եւ վնասել պրոռուսական հիմնական ուժերի վարկանիշին։ Ես կարծում եմ, որ նրանք լավ չեն հասկանում իրավիճակը։ Իհարկե կոնկրետ այդ մարդիկ, ովքեր տուժում են ռուսական պատժամիջոցներից, այսինքն գյուղատնտեսական ոլորտում աշխատող դերակատարները եւ այլ արտադրողները կարող են դժգոհություններ ունենալ կառավարությունից, բայց նրանք հայաստանյան հասարակության շատ փոքր սեգմենտն են, իրականում ավելի լայն հասարակության մոտ սա ինչ որ չափով նաև թշնամական զգացմունքներ է առաջացնում Ռուսաստանի նկատմամբ եւ սա հակառակ էֆեկտն է ունենում, եթե ողջ հաշվարկը այս է։ Հետաքրքիր նաև հանրաքվեի վրա շեշտադրումը, նախ որքանով է Մոսկվան վստահ, որ ելքը լինելու է իր ուզածով, այսինքն կարողանում են արդյոք ճիշտ չափել հայ հասարակության տրամադրությունը եւ ինչու է առհասարակ հենց հանրաքվեի պահանջ ինչու կա։ Դե կարծում եմ Ռուսաստանում հասկանում են, որ այդ հանրաքվեի պահանջը անիրատեսական պահանջ է։ Ես չեմ կարծում, թե Հայաստանի կառավարությունը նույնիսկ մտածում է այդ ճանապարհով գնալու մասին։ Այստեղ մենք մի քանի ամիս առաջ քննարկել էինք այս հարցը, երբ առաջին անգամ հնչեցվեց այս հանրաքվեի գաղափարը, կարծում եմ սա դասական ռուսական նարատիվ է, որ օգտագործում է հետխորհրդային երկրների նկատմամբ, ժամանակին օգտագործում էր Ուկրաինայում, օգտագործում է հիմա Մոլդովայում եւ այժմ նաեւ Հայաստանում։ Ողջ իմաստը այս պատումի այն է, որ մեր զրուցակիցը ոչ թե ինչ որ կառավարություններ են, որոնք գալիս ու գլում են, այլ ժողովուրդն է Հայաստանի, որը բազմադարյա բարեկամության ինչ որ պատմություն ունի ռուս ժողովրդի հետ եւ փորձում է նաեւ ստեղծել այն իրավիճակը, որ կա կառավարություն, որը ձեռնարկում է քայլեր, որոնք չեն բխում ոչ ժողովրդի կամ հասարակության շահերից, կամ էլ հակասում են նույնիսկ հասարակության նախապատվություններին։ Հիմա նույնիսկ եթե այդ ոչ թե նույնիսկ եթե, այլ պարզ է, որ այդ հանրաքվեն տեղի չի ունենալու, Ռուսաստանը կարող է
այդ տեղի չունենալու հանգամանքը եւս ներկայացնել իբրև այս պատումի ապացույց, որ տեսեք, եթե իրենք այդպես վստահ են, որ ուզում են գնալ եվրոինտեգրման ճանապարհով, ինչու այս հարցը չեն դնում հանրաքվեի։ Կարծում եմ հիմնական նպատակը այս է եւ իրականում նախորդ հարցին հետ կապելով նաեւ փորձում են ինչ որ հակասության պատկեր ստեղծել Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության միջև ու հանրային տրամադրությունների միջև։ Եթե փորձենք ինչ-որ չափով կանխատեսում անել, ինչ է կարելի ակնկալել առհասարակ մոտ ապագայում, ոնց կզարգանան հարաբերությունները Երևանի Մոսկվայի հետ։ Կարծում եմ ակնհայտ է, որ արդեն ակնհայտ է, որ ճգնաժամը շարունակվելու է, եթե կար ինչ-որ ակնկալիք, ինչպես արդեն նշեցի ընտրություններից առաջ, որ կարող է հետընտրական փուլում ընդհանուր լեզու գտնեն երկու երկրների ղեկավարները, այս փուլում այդ ակնկալիքները փարատվեցին։ Հաջորդ հնարավոր էսկալացիայի պահը կարծում եմ գազի գների շուրջ բանակցություններն են լինելու, որովհետև սա էլ ավելի լուրջ լծակ է Ռուսաստանի համար, Հայաստանին ինչ-որ գործողություններ պարտադրելու համար, եթե գյուղատնտեսական ապրանքների պարագայում տնտեսության հասցվող վնասը այդքան մեծ չէ, ապա գազի պարագայում իհարկե այդ վնասը շատ ավելի մեծ կարող է լինել, այդ առումով իհարկե հետաքրքրական էր նաև տարածքային կառավարման նախարար Խուդատյանի հայցը Իրան, որտեղ քննարկվում էր Իրանից ներկրող գազի ծավալները մեծացնելու հարցը, ես ճիշտ ասած չգիտեմ տեխնիկական հնարավորություն։ Այդքան էլ իրատեսական չի, մասնագետները այդպես են նշում։ Այո, ժամանակին այդպես էին նշում, բայց հիմա պաշտոնապես հայտարարում է, որ այդ swap ծրագրող Հայաստան մատակարարվող գազի ծավալները կարող են կրկնապատկվել։ Մի խոսքով ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստվում է նաև փորձում է պատրաստվել նաև այս սցենարին, որ գազի գինը կարող է բարձրացվել կամ ընդհանրապես կարող է մատակարարումների մեջ ինչ-որ ընդհատումներ լինել եւ սա իրականում ամենապրոբլեմատիկ հարցն է, որովհետեւ եթե այդ գյուղատնտեսական ապրանքների պարագայում կարելի է ինչ-որ լուծումներ մտածել, չգիտեմ, սուբսիդավորել, փորձել նոր շուկաներ գտնել, չնայած ակնհայտ է, որ այդ գործընթացը եւս շատ արագ չի կարող տեղի ունենալ ի հեճուկս նույնիսկ տարբեր միջոցների, որոնք կիրառում են հիմա Եվրամիության կողմից, քննարկել ենք նախորդ թողարկումների ընթացքում, գազի պարագայում կարծես թե շատ լուրջ այլընտրանքներ չկան, եթե հնարավոր է Իրանից մատակարարվող գազի ծավալները մեծացնել, դա դրական հանգամանք կարելի համարել, բայց միևնույն է, նույնիսկ այդ հայտարարվող թվերը չեն կարող ամբողջությամբ փակել ռուսական գազի չափաբաժին հայկական շուկայում։ Ինձ համար պարադոքսալ ինչ-որ խոսակցություններ են սկսվել Հայաստանում, որ տեսեք կարող ենք նույնիսկ Ադրբեջանից ռուսական գազի մատակարարումը փոխարինել, այստեղ իմ կարծիքով այս քննարկումները պարադոքսալ են երկու պատճառով։ Առաջին այն է, որ Ադրբեջանը ինքը փորձում է սեփական սպառումը նվազեցնել, որպեսզի ավելի մեծ ծավալների գազ մատակարարել Եվրոպա, եւ մյուսը իհարկե դա քաղաքական գործոնն է։ Մի կողմ թողնելով այդ բոլոր ավելի զգացմունքային բնույթի հարցերը, հիմա տեսության հնարավորություն է։ Բնականաբար, այսինքն ռուսական լծակը փոխարինել ադրբեջանական լծակով այն պարագայում, երբ դեռևս ընթանում են բանակցություններ կարևոր հարցերի շուրջ, երբ դեռևս բազմաթիվ չլուծված հարցեր կան եւ տալ այդպիսի գործիք Ադրբեջանին, սա միգուցե եթե զուտ տնտեսական տեսանկյունից ենք նայում կամ զուտ Ռուսաստանից դիստանցավորվելու տրամաբանության ներքո ենք նայում, միգուցե այդ մարդիկ, ովքեր նմանատիպ պնդումներ անում են, ինչ որ ռացիոնալ փաստարկներ ունեն, բայց եթե ավելի լայն պատկերին ենք նայում, հաշվի ենք առնում, որ ի հեճուկս տարբեր հայտարարությունների դեռևս մեծ հաշվով հակամարտությունը գոյություն ունի, կարող ենք խոսել այն մասին, որ որոշակի կայունություն կա տարածաշրջանում, բայց կան բազմաթիվ չլուծված հարցեր եւ այդ պարագայում պնդել, որ կարելի է ռուսական կախվածությունը փոխարինել առնվազն մասնակի կախվածությամբ Ադրբեջանից իհարկե խելամիտ չէ, բայց վերադառնալով մեր թեմային իհարկե այս գազը եւս օգտագործվելու է որպես լծակ եւ ես կարծում եմ հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները ու հաշվի առնելով, որ որոշ հարցերում լուրջ այլընտրանքներ դեռևս գոյություն չունեն, Հայաստանի կառավարությունը վերջ-վերջո ստիպված է լինելու ինչ-որ հարցերով զիջումների գնալ։ Կարծում եմ, օրինակ նույն երկաթգծի հարցով արդեն տեսանելի է, որ շատ մեծ ակտիվություն չկա, եթե նախկինում մինչև ընտրությունները մենք լսում էինք հայտարարություններ այն մասին անընդհատ նաև վարչապետի կողմից, որ պետք է փոխանցվեն այդ կառավարման իրավունքները այլ կողմի, վերջին շրջանում մենք նմանատիպ հայտարարություններ չենք տեսնում։ Ավելի պրոբլեմատիկ է լինելու իհարկե նոր ատոմակայանի կառուցման հարցը, որովհետև կարծես թե լուրջ գործընթաց կա ամերիկյան կողմի հետ,
այդ տեխնիկական զննման աշխատանքները ամերիկյան ընկերության կողմից իրականացվել են, շուտով երևի կստորագրվի 1-2-3 համաձայնագիրը, որ միջուկային ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիրը Միացյալ Նահանգների հետ, եւ Հայաստանը շատ բարդ ընտրության առջև է կանգնած լինելու, որովհետեւ մի կողմից իհարկե կա այդ էներգետիկ դիվերսիֆիկացիայի հրամայականը, որը տեղավորվում է ավելի լայն դիվերսիֆիկացիայի գործընթացի ներքո եւ կարծես թե սա իրատեսական քայլ կարող է լինել կախվածություն Ռուսաստանից նվազեցնելու համար, բայց մյուս կողմից Ռուսաստանը պարբերաբար նշում է, որ սա ցավոտ հարց է Մոսկվայի համար եւ այն կարեւոր հարցերից մեկն է, որի պատճառով նաեւ գոյություն ունի այս ճգնաժամը։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։